Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համատիրությունները համայնքապատկան հիմնարկներ եւ կազմակերպություններ չեն, չնայած այդպես մտածում են շատ շատերը, մենք համարում ենք, որ համայնքապետարանը պիտի պատասխանատվություն ունենա համատիրությունների գործունեության համար։ Օգտագործելով նախկինում եղած հաջող փորձը, համարում ենք, որ հարկավոր է բյուջետային միջոցներից դրամաշնորհներ հատկացնել համատիրություններին, բազմապնակարանային շենքերի, ընդհանուր օգտագործման տարածքների նորոգման եւ պահպանման համար։ Խոսքը տանիքների, ցեղնահարկերի, միջանցքների եւ նկուղների մասին է։ Հարգելի համաքաղաքացիներ, կոչ եմ անում մասնակցել ավականու արտահերթ ընտրություններին եւ ձեր քվեն տալ մեզ Եվրատաշինք քվեաթերթիկ համար 6։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Բարի երեկո, այսօր իմ զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բարի երեկո, պարոն Փաշինյան, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Պարոն վարչապետ, Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտվել են, բայց դրանից հետո Ալիևը հայտարարեց, որ զրո վստահություն կա Հայաստանի նկատմամբ։ Այժմ էլ Ադրբեջանը անդադ կեղծ տեղեկություններ է տարածում, թե մենք սահմանային լարվածություններ ենք ստեղծում։ Նախ ինչով եք պայմանավորում Ադրբեջանի այս գործելավոճը եւ հնարավոր է արդյոք նոր էսկալացիա։ Եթե վստահության խնդիր չլիներ, երկու տարբերակ կամ խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ կամ խաղաղության համաձայնագրի կարիք չէր լինի եւ նաեւ վստահության հետ կապված խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա կարգավորում, այդ թվում վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ։ Նկատի ունեմ վստահության պակասը կամ բացակայությունը, չեմ կարծում, թե անակնկալ պետք է լինի այն միջավայրում, որում մենք Հայաստանը նման դեստրուկտիվ հայտարարություններ չի անում։ Խնդիրն այն է, որ կողմերը ունեն իրենց պատկերացումները, թե ինչ հայտարարություններով պետք է առաջնորդվեն, եւ մեր պատկերացումը այն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի եւ իրագործվի, ինչը նշանակում է առերեսվել բոլոր բարդությունների հետ եւ այդ բարդությունները փորձել լուծել եւ հասցեագրել եւ այդ առումով իհարկե շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել, որ խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ավարտվել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմամբ։ Այսինքն ըստ էության մենք ունենք փաստաթուղթ, որը եւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության համար ընդունելի է եւ հետեւաբար հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է լինի այդ փաստաթղթի ստորագրումը։ Ինչ վերաբերվում է էսկալացիոն տրամաբանությամբ լուրերի տարածմանը, կարծում եմ դրա նպատակներից մեկը այն է, որ նման լուրերի հոսքի ներքո քողարկել բուն լուրը։ Իսկ բուն լուրը հետեւյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման եւ հետեւաբար պետք է ստորագրվի եւ ես միանշանակ արձանագրել եմ, որ պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ, ինչ վերաբերվում է էսկալացիային, ընդհանրապես պետք է արձանագրենք, որ առավել եւս հիմա էսկալացիայի որևէ հիմք եւ հիմնավորում չկա, որովհետեւ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, ըստ էության խորհրդային միության հանրապետությունների սահմաններով եւ պիտի արձանագրեմ, որ սա հղում է ոչ միայն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստին, այլև հղում է այլևս երկու երկրներում դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթին, այն է երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին, որտեղ Ալմաթի հռչակագիրը, որում իմ նշած սկզբունքները արձանագրված են, ահա այդ սկզբունքները Ալմաթի հռչակագրի ձևով դարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման բազային սկզբունք։ Այսինքն գիտեք, էսկալացիան կարող են լինել ուժեր, ովքեր էսկալացիայի
կողմնակից են, կարող են լինել ուժեր, որոնք էսկալացիայի հակառակորդ են, բայց էսկալացիան պետք է ունենա հիմնավորում։ Այդ էսկալացիան մեր տարածաշրջանում էսկալացիան չունի որևէ հիմնավորում։ Հետևաբար այս կետից հաջորդ գործողությունը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ նրա իրագործումը։ Ստորագրման մասով տեսեք, տեսակետ կա, որ Ադրբեջանը պատրաստվում էր էսկալացիայի եւ Հայաստանը դա իմանալով կանխեց հայտարարելով համաձայնելով այն երկու չհամաձայնեցված կետերին եւ մյուս տեսակետն էլ այն է, որ Ադրբեջանը չէր սպասում, որ Հայաստանը կհամաձայնի այդ կետերին եւ դրանից հետո անակնկալի գալով հիմա փորձում է այս հրաձգության մասին կեղծ լուրերով ուղղակի տորպեդահարել գործընթացը, որպեսզի չստորագրի պայմանագիրը։ Ձեր կարծիքով Ադրբեջանը մտադիր է ստորագրել այս պայմանագիրը, թե ամեն ինչ անելու է նոր մեթոդների է դիմելու, որպեսզի հնարավորինս հետաձգի դա։ Գիտեք, ես կարծում եմ ճիշտ չի, որ ես խոսեմ, թե ինչ կանի Ադրբեջանը կամ ինչ է անում Ադրբեջանը այս համատեքստում, որովհետև ես կարող եմ մեր մոտիվացիաները նկարագրել խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնականացնելու ուղղությամբ մեր կատարած քայլերի։ Մենք մեր քաղաքացիների առաջ եւ իլուր միջազգային հանրության հայտարարել ենք խաղաղության օրակարգ եւ խաղաղության օրակարգի մեր նվիրվածությունը եւ մեր գործողությունները շարունակաբար եւ հետեւողական նվիրված են խաղաղության օրակարգով առաջ գնալուն։ Ընդ որում մենք պետք է շատ ուշադիր լինել, մենք գործում ենք հոռետեսության միջավայրում։ Այսինքն մենք գործում ենք մի միջավայրում, երբ որ շատերը չեն, ընդ որում ես նկատի չունեմ միայն Հայաստանի Հանրապետությունում, շատերը չեն, որ հավատում են, որ սա իրագործելի օրակարգ է, բայց եթե հիմա հետահայացնենք վերջին 2 տարվա ընթացքում մենք ձեռք ենք բերել շատ նշանակալի արդյունքներ։ Այս իմաստով այդ արդյունքներից առաջինը, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված առաջին միջպետական իրավական դե յուրե պարտադիր նշանակություն ունեցող փաստաթուղթն է, եւ երկրորդ գործողությունը մենք ունենք խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստ, եւ մեր գործողությունները շարունակելու են ուղղված լինել այդ տեքստը, այդ համաձայնագիրը ստորագրելուն։ Եվ ելի ուզում եմ ասել հետեւյալը, որ եթե մենք հիմա փուլ հետահայաց գնանք, կտեսնենք, որ օրինակ Գիրանց ոսկեպար հատվածում սահմանազատումից բուն գործընթացից առաջ կար շատ մեծ հոռետեսություն։ Սահմանազատումը տեղի ունեցավ եւ տեղի ունեցավ մի պայմաններում, որ ոչ թե եւ ունեցավ մի արդյունք, որը մենք ոչ թե փորձում ենք թաքցնել հանրությունից, այլ ընդհակառակը իմ հանձնարարությամբ անվտանգության խորհրդի գրասենյակը նաև տարբեր խմբերի, տարբեր հանրության տարբեր խմբերի գիտնականներ, ուսանողներ, մտավորականներ, փորձագետներ տուրեր է կազմակերպում դեպի Գիրանց ոսկեպար հատված, որպեսզի մենք ցույց տանք, թե այն, ինչ այդպիսի մեծ հոռետեսություն էր առաջացրել, ինչ արդյունքի է բերել։ Պարոն վարչապետ, պարզապես այս դեպքում հոռետեսությունը նաև ձեր թիմակիցների ներսում կա։ Նրանք ասում են Ադրբեջանը անգամ զիջումներից հետո չի ստորագրելու այս պայմանագիրը։ Հիմա անդիմախոսներն էլ ասում են ում է պետք, ինչ արժեք ունի այդ թուղթը, եթե անգամ զիջումներից հետո Ադրբեջանը չի ստորագրելու։ Իսկ կներեք ինձ զիջումների մասին է խոսքը։ Ընդդիմության մեկնաբանությամբ երկու կետերը, որոնք մենք համաձայնություն ենք տվել, դրանք զիջումներ են։ Առաջինը միջազգային ատյաններից հայցերը հետ քաշելը, որովհետև նշում են, որ Հայաստանը ավելի ուժեղ դիրքերում է միջազգային ատյաններում, եւ երկրորդը, գիտեք, համաձայնեցված չէր, երրորդ ուժեր չտեղակայել է սահմանին, հիմա սա համաձայնեցված է եւ նշում են Ադրբեջանը այսպես թե այնպես երրորդ ուժեր չէր տեղակայում, իսկ ահա մենք Եվրամիության դիտորդներ ունենք ու այստեղ հարց է առաջանում, բա սահմանային խորքը ո՞րն է, Եվրամիության դիտորդները կարող են կրկին Հայաստանում գործել չլինելով սահմանային դիտարկում իրականացնող ուժ, թե պետք է հեռանան Հայաստանից։ Նախ արձանագրենք հետեւյալը, որ խաղաղության համաձայնագրի
համաձայնեք ստված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն, ընդ որում ոչ Ադրբեջանի, ոչ մեզ համար չկա։ Երկրորդը տպավորությունը, թե Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից երրորդ ուժեր չեն եղել, համեն դեպս մենք ժամանակ առ ժամանակ տեսել ենք եւ դիտարկել ենք երրորդ ուժի ներկայացուցիչներ, դրոշներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Երրորդը Եվրամիության դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրել է մեր կառավարությունը, ես եմ հրավիրել եւ ես շնորհակալ եմ նրանց մեր այդ հրավերին արձագանքելու համար, բայց մյուս կողմից պետք է մենք նպատակից գանք։ Ինչ նպատակով ենք մենք Եվրամիության դիտորդներին հրավիրել Հայաստան տեղակայվելու եւ աշխատելու Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Կայունության եւ ինչ որ առումով խաղաղության միջոց եւ գործոն որպես։ Եվ հիմա ես ուզում եմ ուշադրությունը մեր հրավիրեմ, որ երրորդ կողմերի ներկայացուցիչների ներկայության մասին դրույթը ուժի մեջ է մտնելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո։ Այսինքն միջև այդ կետը ամենայն դեպս այս հարթության մեջ որևէ խոչընդոտ չկա, որ Եվրամիության դիտորդները աշխատեն։ Իսկ դրանից հետո հիմա կանդրադառնամ։ Եվ նաև եկեք չմոռանանք ինչ նպատակով ենք մենք Եվրամիության դիտորդներին հրավիրել, որպես խաղաղության եւ կայունության գործոն։ Եթե մենք այդ համաձայնագրի ստորագրման արդյունքում ստանում ենք մեր սահմաններին խաղաղության եւ կայունության ավելի ուժեղ գործոն, ավելի հուսալի գործոն, շատ անտրամաբանական կլիներ, եթե մենք երկարաժամկետ ինստիտուցիոնալ խաղաղությունը չնախընտրեինք եւ նախընտրեինք միջանկյալ գործոնը, որը շատ կարեւոր գործոն է։ Այսինքն մեր նպատակը այն է, որ մեր կայունության սահմանի երկայնքով ունենանք խաղաղություն եւ կայունություն, եւ երբ որ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, մենք կունենանք այլևս ինստիտուցիոնալ խաղաղություն եւ կայունություն եւ այդ պայմաններում Եվրամիության մեր հարգելի դիտորդներին կարող ենք կամ նեղություն չտալ կամ ավելի պակաս նեղություն տալ։ Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության տարածքում նեղություն չտալը հասկացա, որ գնում են պակաս նեղություն տալը ինչ է ենթադրում։ Ուր են գնում։ Եվրամիության դիտորդներին նեղություն չտալը ենթադրում է, որ նրանք հեռանում են երկրից։ Եվրամիության դիտորդներին նեղություն չտալը նշանակում է, որ այդ նեղության տալու անհրաժեշտությունը ըստ էության չկա, եւ երկրորդը նշանակում է, որ Հայաստանն ու Եվրամիությունը կպայմանավորվեն դիտորդական առաքելության հետագա ճակատագրի եւ գործունեության ձևերի մեթոդների մասին։ Դեռ որոշում չկա։ Իհարկե դեռ որոշում չկա, բայց նաեւ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում դիվանագիտական կամ երրորդ երկրների կամ երրորդ կողմերի հետ մեր հարաբերությունները մեր ինքնիշխան հարաբերությունների հարց են եւ դրանք երկկողմ մակարդակում կքննարկվեն եւ լուծումներ կստանան։ Ինչ վերաբերվում է միջազգային ատյաններից հայցերի հետ քաշման, խնդրին դա վերաբերվում է միջպետական հայցերին եւ հարցը հետեւյալն է, էլի այդ հայցերը ինչի համար են։ Այդ հայցերը մեծ հաշվով խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար են կամ խաղաղություն եւ կայունություն հաստատելու ճանապարհին խնդրահարույց գործոնները հասցեագրելու լուծելու համար են։ Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա։ Նկատի ունեմ, մենք երբեմն նպատակները եւ միջոցները խառնում ենք իրար։ Այսինքն շատ տարօրինակ կլիներ հրաժարվել նպատակից եւ նախընտրել միջոց։ Դուք նաև գրառում եք արել, որ պատրաստ եք ստորագրել փաստաթուղթը, դա մեկնաբանությունների տեղիք է տվել, որ պատրաստ եք միակողմանի ստորագրել փաստաթուղթը, այդպես է։
Գիտեք, ես ճիշտն ասած տեսա, որ նման մեկնաբանություններ կան եւ ճիշտն ասած իմ մտքով չէր անցել, որ կարելի է խաղաղության համաձայնագիրը միակողմանի ստորագրել, ես չգիտեմ նույնիսկ դիվանագիտության պատմության մեջ այդպիսի բան եղել է, թե չի եղել, բայց պիտի ասեմ, որ մեր մտքով նման բան երբեք չէր անցել, որ կարելի է այդպիսի բան անել, եւ դեռ պետք է ստուգել այդպիսի բան անել հնարավոր է, թե հնարավոր չի։ Այսինքն դուք պարզապես ձեր պատրաստակամության մասն եք հայտնել։ Հայաստանը պատրաստ է ստորագրել հենց այս Տեսեք, խաղաղության համաձայնագիրը ունի երկու կողմ։ Ես էլի եմ ասում, այնքան անակնկալ է ինձ համար դա, որ ես հանձնարարել եմ ստուգեն, ընդհանրապես տենց պրակտիկա մարդկության պատմության մեջ եղել է, թե չի եղել։ Այդ փաստաթուղթը ունի երկու կողմ։ Իմիջիայլոց նաև շատ քննարկվում է այն հարցը, թե ինչու Հայաստանի կառավարությունը չի հրապարակում այդ թուղթը եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես պատրաստվում եմ այս հարցնել։ Գոնե ընդդիմադիր падգամավորները ծանոթանան, որոնք նախկինում ունեցել են շատ բարձ պատճառով, որովհետեւ այդ թուղթը ունի երկու տեր։ Լավ։ Այդ տերերից մեկը Հայաստանի կառավարությունն է, տերերից մյուսը Ադրբեջանի կառավարությունն է, եւ այստեղ առնվազն այս հարթությունը կա։ Եվ եթե ենթադրենք, որ կան ուժեր, ում պատրվակներ են պետք, որպեսզի այդ թուղթը չստորագրվի, այդ թղթի միակողմանի հրապարակումը կարող է այդ պատրվակների նժարին ինչ որ մի կշիռ ավելացնել։ Ինչ վերաբերվում է ընդդիմադիր падգամավորներին, ես կարծում եմ, որ կան ընդդիմադիր падգամավորներ, ովքեր ծանոթ են տեքստին, բայց նաև հետեւյալը ասեմ, Վերջնական տարբերակին։ Այո, եթե հետեւյալը կարող եմ ասել, եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որի հետ նախկինում մենք բախվել ենք, որ ընդդիմադիր падգամավորները, ընդ որում ցուցադրելով մեր բաց լինելը, մենք ստեղծում ենք հնարավորություններ, որպեսզի մարդիկ ծանոթանան այդ փաստաթղթին եւ նրանք կարդալուց հետո դուրս են գալիս եւ սկսում են ասուլիստներ տալ, հայտարարություններ տալ փաստաթղթի էությանը չհամապատասխանող բովանդակության մասին։ Այսինքն այստեղ է վստահության հարց կա։ Կրկնակի, երակի, քառակի էներգիա ենք ծախսելու, ապացուցելու համար, որ կամ ճիշտ չեն հասկացել կամ ընդհանրապես իրենց կարդացածը չեն փոխանցում։ Ես նկատի ունեմ, այս էլ է շատ կարևոր վստահության հարց։ Մենք նախկինում հələ այն ժամանակ, երբ մենք չենք հայտարարում, որ այդ նախագծի տակ ես պատրաստ եմ դնել իմ ստորագրությունը։ Պատկերացրեք, դա աշխատանքային իրավիճակ է, այսինքն այդ փաստաթուղթ այդ վիճակում մեծ հավանականությամբ երբեք ուժի մեջ չէր մտնելու։ Եվ այդ աշխատանքային վիճակում մենք ցուցաբերել ենք թափանցիկություն այնքանով, ինչքանով դա հնարավոր է, իմանալով ընդդիմության խուսույթը եւ վերաբերմունքը, մենք տրամադրել ենք, հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի այդ փաստաթղթին ծանոթանան եւ դրանից հետո արվում են հայտարարություններ, որոնք բացարձակապես կապ չունեն իրականության հետ եւ կառավարության մտադրությունների հետ եւ տեղի ունենում վստահության խաթարում։ Այսինքն ինչի համար մենք ստեղծենք իրավիճակ, երբ այն ուժերը, որոնց հիմնական խնդիրը աղավաղելն է խաղաղության գործընթացը եւ նրա էությունը, դա անելու եւս մեկ հնարավորություն ստանան։ Չեք քննարկում արդյոք Ադրբեջանի հետ փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը։ Դե գիտեք ինչ, Ադրբեջանի հետ այնքան հարց կա քննարկելու, որ չեմ կարծում, որ ճիշտ է այդ փաստաթուղթը հանրայնացնելուց սկսել, բայց իրականում մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը, որովհետև առաջարկում ենք, որ ստորագրենք, որովհետև հենց որ ստորագրեցինք, այն կհանրայնացվի եւ պատկերացրեք ինչ աստիճանի մտավախություն չունենք այդ առումով, որ մեր պատրաստակամությունն ենք հայտնում ստորագրել եւ հրապարակել։ Այսինքն մենք կողմենք ինստիտուցիոնալ հրապարակմանը, ստորագրվեց, հրապարակվեց, բայց մյուս կողմից ես ուզում եմ մենք խաղաղության համաձայնագիր ինստիտուտի վերաբերյալ ունենանք ճիշտ պատկերացում, ելի եմ ասում, երկու կողմ ունի եւ ենթադրվում է, որ երկու կողմ պետք է ստորագրեն։ Ես նկատի ունեմ մեր իրականության մեջ նախորդող շրջանում մենք անդադ առաջնորդվել ենք
հաղթանակ, պարտություն, դիվանագիտական հաղթանակ, դիվանագիտական պարտություն, հաղթանակ, կապիտուլյացիա, չգիտեմ, ես ուզում եմ ասել, որ խաղաղության համաձայնագրի տեքստը այս տերմինաբանությամբ ընկալելու փորձերը իրենք սին են, որովհետև եթե հիմա եւ Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցությունները ավարտել են համաձայնեցված տեքստով, նշանակում է եւ Հայաստանը եւ Ադրբեջանը համարել են, որ դա իրենց ձեռնտու փաստաթուղթ է, այսինքն իրենք համաձայնեցրել են խաղաղության հենասյուները եւ արձանագրել են, որ այդ հենասյուների շուրջ խաղաղություն հաստատելուն համաձայն են։ Ճիշտ եք ասում, պարոն վարչապետ, բայց դրան հետևում է Ադրբեջանի նույն խոսույթը, որ չի հրաժարվում նախապայմաններից, ասում է կստորագրեմ, եթե ու գնում են եթեները։ Օրինակ, եթե սահմանադրությունը փոխենք կամ չգիտեմ նորը ընդունենք, Մինսկի խումբը լուծարենք, որին ըստ էության Հայաստանն ասել է դեմ չեմ, եթե ստորագրենք նոր։ Բայց չեք կարծում, որ հիմա էլ այս պայմանները կատարելուց հետո Ադրբեջանը նոր նախապայմաններ առաջ քաշելու, օրինակ ասելու է ադրբեջանցիները վերադառնան Հայաստանի արևելք, որ ինքը Արևմտյան Ադրբեջան է կոչում, Զանգեզուրի միջանցքը ուզի։ Մենք ասել ենք, որ կան հարցեր, որոնք քննարկելի են, եւ կան հարցեր, որոնք քննարկելի չեն։ Հիմա օրինակ որ հարցերն են, որ քննարկելի են։ ՀԱԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը հստակ քննարկելի հարց է, ինչու է քննարկելի։ Որովհետև մենք գնում ենք խաղաղության, իսկ մենք գնում ենք խաղաղության, այդ ֆորմատը իր արդիականությունը կորցնում է։ Ընդ որում, այստեղ էլ մենք պետքա ճկունություն ցուցաբերենք որոշակի, որպեսզի նպատակը չխառնենք միջոցի հետ։ Մենք ինչ ենք ասում։ Ասում ենք ըստ էության ՀԱԿ Մինսկի խմբի համանախագահությունը, եթե շատ ուղիղ ձևակերպենք առանց սրբագրումների կամ առանց շպարի, ՀԱԿ Մինսկի խմբի համանախագահությունը նրա մասին է, որ Ադրբեջանի տարածքում կա կոնֆլիկտային իրավիճակ։ Եվ մենք ասում ենք, քանի որ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ադրբեջանն էլ մեր տարածքային ամբողջականությունն է ճանաչել, մենք պատրաստ ենք արձանագրել, որ եւ արձանագրում ենք, որ այդ կոնֆլիկտային իրավիճակը չկա, բայց մենք ուզում ենք լրացուցիչ համոզվել, որ Ադրբեջանի նպատակադրումը այն չէ, որ սեփական տարածքում կոնֆլիկտային իրավիճակի հասցեագրումը ամփոփելով կոնֆլիկտային իրավիճակ ստեղծի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում եւ սա կարևոր նրբություն է։ Բայց ՀԱԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ՀԱԿ Մինսկի խումբը լուծարելը դա քննարկելի եւ օրակարգային հարց է եւ մենք ինքներս էլ կնախաձեռնենք առաջիկայում այդ հարցը քննարկելը։ Ժամկետը երբ ոնց ինչպես Էլի եմ ասում, ժամկետը նպատակ չի։ Այսինքն արդեն համաձայն ենք մինչև ստորագրել է լուծարել։ Ես էլի եմ ասում, մեր նպատակը ժամկետը չի, մեր նպատակը բովանդակությունն է։ Այսինքն, երբ որ բովանդակությունը երբ կհասցեագրվի, մենք պատրաստ ենք կամ բովանդակության հասցեագրման ինչ մեխանիզմ կգործի, եթե այդ մեխանիզմը հուսալի եւ վստահելի կթվա, իհարկե մենք պատրաստ ենք նաև գնալ որոշակի լուծումների։ Հիմա ինչը քննարկելի չէ։ Օրինակ տեսեք դուք, ես էլ նախկինում ասել եմ, որ նույն Արևմտյան Ադրբեջան խոսույթի ներքո որևէ բան մեզ համար քննարկելի չէ։ Ինչու՞, որովհետև երբ որ մեր երկրի տարածքի 60% անվանում են Արևմտյան Ադրբեջան, դա ուղիղ խախտում է մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության եւ չեմ կարծում թե որևէ երկիր կարող է առաջարկել քննարկել նրա ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը, մանավանդ որ արդեն իսկ եւ դե յուրե ուժի մեջ մտած փաստաթղթով եւ արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստով այդ խնդիրը նկատի ունեմ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, տարածքային պահանջների բացակայություն, պարտավորություն ապագայում առաջ չքաշել տարածքային պահանջներ, այդ խնդիրները լուծված են։ Եվ ելի ուրիշ դրույթներ, այդ խնդիրները լուծված են։ Ինչ վերաբերվում է սահմանադրության հարցին, ելի բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ խաղաղության համաձայնագրի
համաձայնեցված տեքստը շատ էական պատասխաններ է պարունակում այդ հարցի, բայց հարցը ո՞րն է։ Օրինակ մենք տեսնում ենք եւ մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում, նկրտումներ է պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Բայց պայմանագրում նշվում է, որ գերակա նշանակություն ունի Բայց պայմանագրում նախ նշվում է, որ կողմերը խորհրդային միության ըստ էության սահմաններով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականություն, ինքնիշխանությունը, չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ եւ պարտավորվում են ապագայում էլ նման տարածքային պահանջներ չառաջադրել եւ բացի դա կողմերը չեն կարող իրենց ներքին օրենսդրությանը հղում անել տվյալ համաձայնագրի պարտավորությունները չկատարելու համար։ Սա առաջինը։ Երկրորդը մեր Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի, եթե չեմ սխալվում, որոշմամբ արձանագրվել է, որ մեր Սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ որևէ հարևանի նկատմամբ։ Եթե ունենար, Սահմանադրական դատարանը չէր կարող երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որտեղ հղում է արվում Ալմատայի հռչակագրին, որի իմաստն այն է, որ երկրները անկախություն են ստանում խորհրդային հանրապետությունների տարածքով, չէր կարող Սահմանադրական դատարան այդ դրույթը համարել Սահմանադրությանը համապատասխանող։ Բայց այստեղ էլ որոշակի շփոթ կա, որովհետև մեր ներքին քաղաքական օրակարգում 2018-ից 2020 թվականից կա նոր սահմանադրություն ընդունելու մասին օրակարգ, խոսույթ, եւ մենք գնալու ենք այդ օրակարգին եւ մենք առաջարկելու ենք մեր ժողովրդին ունենալ նոր սահմանադրություն եւ մենք պլանավորում ենք այդ հարակվեն նոր սահմանադրության ընդունման իրականացնել 2027 թվականին, չնայած էդ էլ պիտի ասեմ, որ կան այդ թվում քաղաքական թիմում ձայներ, կարծիքներ, որ ինչու ենք մենք հետաձգում այդ գործողությունը, գուցե դա պետք է անել 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ եւ համատեղ, որը ավելի օրակարգը կդարձնի կոնկրետ քաղաքական եւ ես ուզում եմ ընդգծել, որ սա բացառապես մեր ներքին օրակարգի հարցն է, չնայած մյուս կողմից պետք է նաեւ խոստովանեմ, որ սա չի կարող չունենալ տարածաշրջանային եւ միջազգային ազդեցություն եւ հետեւաբար անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանը կարող է նորանոր պահանջներ առաջ քաշել, վերադառնալով արդեն խաղաղության օրակարգին, Ադրբեջանը կարող է նորանոր հարցեր բերել օրակարգ, բայց չի նշանակում, որ այդ բոլոր հարցերը մեզ համար քննարկելի են։ Տեսեք, շատ կարևոր է, ելի ասում եմ, նպատակը եւ միջոցը պետքա չխառնենք եւ չշփոթենք իրար։ Մեծ հաշվով նույն ԵԱՀԿ Մինսկի խումբը ինքը ձևավորվել է որպես խաղաղության գործիք, իր տրամաբանությամբ, խաղաղության հասնելու գործիք։ Եթե մենք ունենք խաղաղություն, ինչու պիտի, հասկանում եք, ինչու պիտի խաղաղության միջոցը դնենք նույն հարթության վրա, ինչ որ բուն նպատակը խաղաղություն։ Չէ, եթե ունենք խաղաղություն, խնդիր չկա դրանում, բայց եթե կողմերից մեկը չի ուզում խաղաղություն, կողմերից մեկը անընդհատ նոր նախապայմաններ է առաջադրում, իսկ այդ նախապայմանները առաջադրելը արդեն նշան է, որ չի ուզում խաղաղություն, որովհետև սա էլ պետք է լինի, սա էլ պետք է լինի, սա էլ պետք է լինի։ Հիմա ո՞րն է Հայաստանի ապագայի նկատմամբ տեսլականը։ Մինչև ուր զիջել։ Եթե չենք զիջում, Ադրբեջանը շարունակում է կարողացել։ Բայց ես մի պահի պետքա շատ լրջորեն։ Զիջման մասը։ Ինչն ենք զիջել, մի հատ ասեք։ Տեսեք, եթե Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջադրում, Ընդհանրապես գիտեք, այդ նախապայմանների մի մասը սկսենք կատարել, դա զիջում է լինում, չէ՞, էս արեք։ Հետո Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջադրում։ Մի առաջադրում։ կներեք, էլի։ Հիմա այս իմ նկարագրածի մեջից մենք ինչ ենք զիջել կամ էդ էլ է շատ կարևոր խոսակցություն։ Այդ զիջումների թեմային պետքա շատ լրջորեն վերադառնանք։ Շատ լրջորեն վերադառնանք։ Եվ ընդ որում սկսած 2020 թվականից եւ նրա նախորդող շրջանից, որովհետեւ զիջել ենք ինչը, որովհետեւ սկսած Լեռնային Ղարաբաղից, մենք այս հարցին էլ պետք է վերջո անդրադառնանք եւ գնահատական տանք,
երբ որ ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է եւ ճանաչած է եղել ողջ ընթացքում որպես Ադրբեջանի մաս։ Մենք այս իրադրությանը պետք է գնահատական տանք։ Այս շատ կարևոր ֆունդամենտալ խոսակցություն է եւ այս ֆունդամենտալ խոսակցության մասին է իրականում նաեւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Որովհետեւ նույն գիրանց ոսկեպար հատվածում ինչ ենք զիջել, մենք որևէ բան զիջել ենք։ Ինչ ենք, եթե զիջել ենք, ինչ ենք զիջել։ Այս շատ կարևոր հարց է, ես չեմ հավակնում, որ այսօր մենք այս հարցին անդրադառնանք, բայց ես պատրաստ եմ մի օր հատուկ այս թեմայով նստենք ի վերջո բաց խոսենք։ Նստենք ի վերջո բաց խոսենք, ընդ որում հանրության հետ եմ պատրաստ ես քննարկում ունենալ։ Որտեվ պետք է հասկանանք, լավ, այդ քաղաքական զիջել, ինչ ենք զիջել։ Ես կարծում եմ, ես Գյումրիում վերջին անգամ այսինքն առաջին անգամ համարեցի, որ բավարար չափով իրավիճակը վերլուծել եմ եւ պատասխաններ ստացել եմ։ Եվ այդ առումով ինքս ինձ իրավունք վերապահեցի բարձրաձայնել մի նախադասություն, որ այո, մենք շատ կորուստների միջով ենք անցել, բայց մենք պետք է արձանագրենք նաեւ թե ինչ ենք ձեռք բերել։ Մենք ձեռք ենք կամ ինչ ձեռք բերելու ճանապարհին ենք մենք։ Ես միանշանակ ասում եմ, ես 7 տարի վարչապետ եմ, չէ՞ արդեն Հայաստանի Հանրապետության։ Ես եւ այսօր ասում եմ, որ իմ կարծիքով եւ վստահ եմ դրանում, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր շատ ավելի անկախ եւ ինքնիշխան պետություն է։ Այն բոլոր ինչ որ մենք անվանում ենք, որ չզիջման շրջան, այդ թվում իմ վարչապետության շրջանում մենք այդ բոլոր ժամանակաշրջանում զիջած ենք եղել մեր ունեցած ամենակարևորը մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը եւ մեր պետականությունը։ Պետք է հասկանանք, ի վերջո, պետք է մենք մեզ հետ մի անգամ խոսենք այս ամեն ինչի մասին։ Հետևաբար ասեք ինչն ենք զիջել։ Ես պատրաստ եմ տող գնալ։ Իսկ այն որ ես ասում եմ կորուստ, այո, մենք կորուստներ ունեցել ենք եւ առաջին հերթին նկատի ունեմ մեր նահատակներին, որոնք անվերադարձ զրկվել են իրենց կյանքից, բայց մենք պետք է հասկանանք նաեւ, էս էլ է շատ կարեւոր։ Ես ինքս ինձ հարց եմ տվել։ Լավ, ինչի համար զոհվեցին այդ տղաները։ Եվ ինքս ինձ համար գտել եմ այդ հարցի, ոչ թե գտել եմ, ոչ թե ստեղծել եմ, հորինել եմ, այլ եկել եմ այդ հարցի պատասխանին։ Անկախության համար, ինքնիշխանության համար, պետություն ունենալու համար, պետություն ունենալու շանս ունենալու համար, խաղաղության համար։ Այն ժամանակներում, որ մենք չենք զիջել, մենք չենք ունեցել ոչ միայն խաղաղություն, այլև խաղաղություն ունենալու շանս։ Մենք չենք ունեցել պետություն ունենալու հեռանկար։ Եվ այն առաջարկները բանակցային, որոնք 2018 թվականի դրությամբ սեղանին դրած են եղել։ Իրականում ես ասել եմ ինչ որ ձևով, հիմա էլ կրկնեմ, դրանք ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասին են եղել, այլ դա Հայաստանի ինքնիշխանությունը եւ անկախությունը եւս մի աստիճանով նվազեցնելու մասին են եղել։ Այն թոկը, որի մասին ես խոսել եմ ազգային ժողովի ամբիոնից, այդ թոկի եւ բանը եւ քփությունը, այսինքն թոկը վզից կապած, այդ գոտին ավելի նեղացնելու եւ պարանի երկարությունը ավելի կարճացնելու մասին են եղել։ Եթե կարելի է զիջման մասին կարճ հարց տամ եւ վերջին հարցին անդրադառնանք, պարոն վարչապետ, զիջելը կամ կոմպրոմիսի գնալը լավ ու վատ բանի մասին չեմ խոսում։ Եթե Հայաստանն է երկու կետերը, որոնք Ադրբեջանն է առաջարկում, համաձայնում է, գնում է զիջման։ Երկրորդը զիջում է, երբ որ ներողություն ասեմ բոլորը, զիջում է, երբ գերիների հարց չենք քննարկում։ Զիջում է, երբ Ադրբեջանին
չենք պարտադրում, որպեսզի մեր օկուպացված տարածքներից հեռանա, ասում ենք դա կթողենք սահմանազատմանը։ Բայց Ադրբեջանը որևէ զիջման չի գնում, շարունակում է իր նույն խոսույթը, սա էլ պետք է անեք, սա էլ պետք է անեք, սա էլ պետք է անեք, հետո կմտածենք ստորագրել թե ոչ։ Մենք պետք է X պահից դադարենք աշխարհը ընկալել Ադրբեջանի բառապաշարով, խոսույթով եւ բանաձևերով։ Սա ամենակարևոր արձանագրումն է, որը ըստ էության ես հասկանում եմ, որ ցավոք մեր որոշ քաղաքական ուժեր ամեն ինչ անում են, որ Հայաստանի Հանրությունը աշխարհը եւ մեր իրականությունը եւ տարածաշրջանը ընկալի Ադրբեջանի առաջարկած բանաձևերով։ Այս ինչ որ նոր խոսում էինք, հարցի դիտանկյունի մասին էր խոսքը։ Երկրորդը իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում։ Չի համապատասխանում դա իրականությանը պարզապես։ Ես էլի բոլորիս հրավիրում եմ վերադառնալ 2023 թվականի դեկտեմբերի քանիսն էր, որ մեր 32 գերեվարված եղբայրները վերադարձան Հայաստանի Հանրապետություն։ Ահա եթե պատկերացնենք, որ այդ նրանց վերադառնալուց մի օր առաջ կամ 5 ժամ առաջ ես որևէ հանգամանքով ստիպված լինեի պատասխանել այդ հարցին, ես կտայի մի պատասխան, որը բացարձակապես բավարար համարել չէր կարելի։ Որտեվ նախկինում էլ 2020 թվականին, 20 թվականի դեկտեմբերին, այս հարկի կողքի դահլիճում գերեվարված անձանց հարազատների հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ կոնկրետ օր եմ ասել եմ, այսինչ մարդիկ այսինչ օրը հետ կգան, եւ դա տեղի չի ունեցել եւ դա եղել է առաջին եւ վերջին անգամը, երբ որ ես այդ թեմայով որևէ բան խոստացել եմ, որովհետեւ ես հասկացել եմ, որ եթե մի բան, որը մեր որոշման տիրույթում չէ, շատ սխալ է կոնկրետ ակնկալիքներ առաջացնել։ Ավելի լավ է անորոշությունների համար քննադատությունների տակ մնալ, քան թե ակնկալիք առաջացնել եւ հիասթափություն առաջ բերել։ Ձեր հարցի երրորդ կոմպոնենտն է։ Մենք ինչ ենք ասել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում եւ կանոնակարգով։ Ասել ենք, որ մեր սահմանը խորհրդային հանրապետությունների սահմաններն են։ Եվ մենք ասել ենք, որ այդ Ալմատիի հռչակագիր բազային սկզբունք է։ Եվ այս սահմանով մենք պետք է իրականացնենք սահմանազատում։ Ասել, որ բոլոր տեղերում մենք ճշգրիտ կանգնած ենք այդ սահմանի վրա, ճշգրիտ միլիմետրի տարբերությամբ սահմանի վրա, այդ իսկ Ադրբեջանը ճշգրիտ կանգնած չի այդ սահմանի վրա, այդքան էլ ճիշտ չի։ Մենք ինչ ենք ասում, որ տեսեք Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը պատրաստվում է ուժային գործողության, ուժային սցենարի, մենք ասում ենք մեր օրակարգում եղած որ հարցը մենք պետքա ուժային սցենարով փորձենք լուծել։ Այսինքն պետքա դու օրակարգում ունենաս հարց, որը ուժային սցենարով պետքա լուծես։ Եթե մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմատիի հռչակագրի հիման վրա եւ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների սահմանով, ինչ խնդիր ենք մենք փորձելու լուծենք ուժային ճանապարհով։ Այն հարցը, որը տեսականորեն կարող էր դիտարկվել որպես ուժային լուծման ենթակա սցենար, այդ մեր ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների ազատագրումն է։ Բայց մենք ասում ենք, մենք մեր օրակարգում նման հարց չունենք եւ չենք ունենալու, ինչու՞, որովհետեւ իմ ասած երկու փաստաթղթերը հնարավորությունները ստեղծել են, որ եւ գործիքներն են ստեղծել, որ այս գծից բոլոր այն տեղերում, որտեղ մենք ճշգրիտ կանգնած չենք, այնտեղ որտեղ կանգնենք, որտեղ Ադրբեջանը ճշգրիտ կանգնած չի, այնտեղ որտեղ պետքա կանգնի, այդ գծից Ադրբեջանն էլ հետ գնա, մենք էլ հետ գնանք։ Հետևաբար, այստեղ էլ ուժային որևէ սցենար քննարկելը ուղղակի անհեթեթություն է։ Պարոն վարչապետ, եւ շատ կարճ, եթե Ադրբեջանը համաձայնում է ստորագրել, մեզ երաշխավոր պետք է գործընթացի համար։ Այն ինչ որ տեղի ունեցավ 2022 թվականին Հայաստանում սեպտեմբերին, մենք դեռ երաշխավոր անվանվող ինստիտուտին լուրջ ենք վերաբերվում, բայց մենք ունեցել ենք ժողովուրդ ջան երաշխավոր։ Հետո ի՞նչ է տեղի ունեցել։
Ես էլի եմ ասում, տեսեք, որ մենք ասում ենք, մենք մեր պատմությունից դասեր քաղել այդ նախադասությունը, հենց ասում ենք մեր պատմությունից պետք է դասեր քաղել, միանգամից գնում ենք 4-րդ դար, 3-րդ դար, չգիտեմ, պետք չի գնալ 4-րդ դար, 3-րդ դար։ Պետք է գնալ 2022 թվական, պետք է գնալ 2021 թվական, պետք է գնալ 2020 թվական։ Այսինքն ես ասում եմ, որ Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա։ Դա ինքը Հայաստանի Հանրապետությունն է, որը ի վիճակի է իր հարևանների միջավայրում ապրել առանց արտաքին օգնության, առանց արտաքին միջամտության։ Խաղաղությունն է երաշխավորը, հասկանում եք։ Չկա խաղաղությունից ավելի գործիկ երաշխավորելու անվտանգությունը, չկա պարզապես նման գործիկ։ Եվ հետևաբար այդ բաները, այդ հասկացությունները, հասկանում եք, իրանք փոխվում են, ժամանակը փոխում է։ Մենք էլ ենք խաղաղության պայմանագրի համաձայնագրի իմիջիալոց հիշենք, որ անունը արդեն համաձայնեցված տեքստ ունենք, որովհետև այն ժամանակ եղել է տարբեր նույնիսկ վերնագրի հետ կապված տարբեր տարբերակներ են։ Հիշենք փաստաթուղթը, որը արդեն համաձայնեցված է, դրված է սեղանին եւ սպասում է ստորագրության, կոչվում է խաղաղության համաձայնագիր, խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիր։ Մենք էլ ենք այն ժամանակ տենց հոդվածներ ունեինք, մենք քննարկում ենք, այնտեղ աշխարհում ինչ որ բաներ են տեղի ունենում։ Քննարկում ենք, նույն համոզված մեկ էլ մի բան ասացինք, հələ մի րոպե եկեք նայենք։ Արդյոք մեր աչքի առաջ փոփոխվող աշխարհի հետ մեր պատկերացումները նույնպես պետքա չփոխվեն։ Հետո տեղի ունեցավ 2022 թվականը։ Հետո տեղի ունեցավ այն, որ մենք փուլ սառեցրինք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է։ Եղել դե յուրե։ Ինչ մենք ուզում ենք, հա՞։ Մենք ուզում ենք նորից նույն պատմության մեջ մտնենք, ոչ, ես համաձայն չեմ դրա հետ։ Խաղաղություն, ինստիտուցիոնալ երկարաժամկետ խաղաղություն, հարևանների միջավայրում ապրելու հմտություն եւ կարողություն, ահա, եւ իհարկե նաեւ պաշտպանունակ բանակ, որի բարեփոխումները մեծ թափով տեղի են ունենում, որը իմիջիալոց շատ հետաքրքիր է, այսեն դեպքերից է, որ Հայաստանում ոչ մեկ դա չի նկատում, ոչ մեկ։ Այն բանաձևերը, որ ես ասում եմ, դրսից ներմուծվող բանաձևերով ենք մենք մտածում, բայց այս դեպքում դրսից եկած ինֆորմացիա մենք չենք նկատում։ Հայաստանի կառավարությունը լուրը ընդհանրապես բանակի բարեփոխումների ոլորտում ինչա տեղի ունենում, լուր բացարձակ։ Մենք էլ են առաջվա բանի նման չենք, որ մի բան անում ենք, մենք դասեր ենք քաղել մեր սխալներից, ասում ենք, այ տեսեք, ես ենք արել, ոչ մի բան, բայց ստեղ արդեն այն երրորդ երկրներից եկած տեղեկատվությունը Հայաստանում ոչ մեկ չի նկատում, ոչ մեկ ոչ տեսնում է, ոչ լսում է, չկա այդպիսի բան։ Տեղեկատվությունը մենակ նրա մասին է, որ Հայաստանը զիջեց, Հայաստանի կառավարությունը տվեց եւ այլն, բայց ես էլի ասում եմ, օգտվելով առիթից, այս խոսակցությունը պետք է տեղի ունենա եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը նաեւ դրա մասին է։ Եկեք Ժորժ ջան, նստենք կանգնած խոսենք, հասկանանք, այս ինչի մասին է խոսույթը, ինչն ենք մենք զիջել։ Եվ սա շատ կարևոր խոսակցություն է եւ ես ուղիղ ասում եմ ձեզ երաշխավորի հետ կապված իմ վերաբերմունքը։ Խաղաղությունն է երաշխավորը, բայց նաև էլի ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը որևէ կերպ չի կարող վտանգել խաղաղությունը, որովհետև ես հստակ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ չունի խնդիր լուծելու կապված Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների
վերաբերյալ, որովհետև ինչպես արդեն ասացի, սահմանազատման դե յուրե գործընթացը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որ այդ խնդիրը լուծվի սահմանազատման գործընթացում, եւ սա այն վերջին գործոնն է եւ հանգամանքը, որը ինձ հիմք է տալիս ասելու, որ տարածաշրջանում էսկալացիա եւ էսկալացիայի հնարավորության մասին բոլոր խոսակցությունները, գնահատականները, պնդումները արհեստական են եւ մտածածի։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ։ Ես շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, իմ զրուցակիցն էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կհանդիպենք։